Սպասի, իրանք վերջը Փարտիրոջը Ես չգիտեմ ինչի համար եմ հիմա ասենց հապճեպ հայտնվել ստեղ, բայց փորձեմ ինչ որ կա իմ կյանքի վկայությունից մի մաս կիսվեմ ձեզ հետ։ Ես ծնվել մեծացել եմ հանցագործի ընտանիքում։ Եվ բնականաբար, քանի որ այդտեղ ծնվել եմ ու մեծացել եմ, իմ կյանքն էլ տենց հանցագործ կյանքի մեջ է գնացել։ Ես առաջի դասարանը, երբ որ իմ պապան գաղութ նստեց, բերդ նստեց, եւ ինքը երբ որ արթնացել է, երբ որ ինքը գաղութից վերադարձավ, ինձ բանակ էր ճանապարհում, այդ իր վերջի սրոկն էր ապաշխարությունից առաջ։ Երկար տարիներ ինքը բանտում անցկացրել, եւ քանի որ ինքը բանտում էր, ես էլ այդ հանցագործ ճանապարհին, որովհետեւ կյանքս դրա մեջ էի տեսնում, մտածելով, որ իմ պապաս, եթե այդպես ա եղել, ես էլ այդպես ապրեմ ու ավելի հետաքրքիր կլինի։ Բայց Աստծո ծրագրերի մասին չգիտենք, հատկապես ես Աստծուն դեմ մարդ եմ եղել։ Իսկ իմ պապաս, որ գաղութում նստած էր, այնտեղ մի քիչ հավատքը բարձր էր եւ ինքը տենց որ դուրս էր եկել, Աստծուն հավատացող մարդ էր, բայց ինքը սրսկվում էր, դեղ էր անում ու երկար տարիներ դրա մեջ էր։ Երբ որ ինքը դուրս եկավ, ինձ մի հատ բան էր ասում էր մենք պիտի իրար հետ կանգնենք առանց կռվի քաղաք գրավենք, որովհետև ինքը մտածում էր, որ այդ հանցագործ կյանքի այդ զրույցների մեջ բան ինքը կարում էր ամեն քաղաք վերցնել, ինքը շատ ձիլավոյ մարդ էր, էլի։ Բայց իր ծրագրերից զատ Աստված իրան ավելի շուտ հասավ, քան ինքը կիմանար Աստծո մասին։ Ճիշտն ասած, ես ու ինքը մի հատ տենց գողություն էինք ձեռնարկել, որ պիտի ինչ-որ բան տանենք, գողանայինք։ Բավականին մեծ գումարների հետ կապված բաներ։ Եվ մեր բարեկամներից մեկը մի օր 93 թվականի նոր տարին էր, երբ որ վկայեց մեր տունը պապայիս, ու դրա հաջորդ օրը պապայիս եկավ, ասեց կարող է այսօր գաս մեր հետ եկեղեցի։ Պապաս ասեց ես խմած եմ, հետո ինքը սրսկվել էր, ասեց չեմ ուզի սենց կամ։ Ասեցին ոչինչ, տենց հարի գնանք եկեղեցի։ Այն ժամանակ տներում էին հավաքվում, տենց շատ բացահայտ չէր, տներում էին հավաքվում։ Եվ պապաս գնաց եկեղեցի, ես ճիշտն ասած շատ դեմ էի դրան։ Եվ հետո մեկ էլ մի երկու ժամ հետո տեսնեմ ինքը եկավ, լիքը եղբայրներ հետը, այդ նոր տարվա սեղանը վերցրին դրին մի կողմ, դե գիտենք, որ մենք հայերս մեծ սեղան են գցում նոր տարվա նշելու համար, ու իրանք ծունկի եկան ու սկսեցին աղոթել։ Աղոթքի ժամանակ, կներեք, որ սա ասեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի, իմ պապաս սկսեց հետ տալ, բայց որ հետ էր տալի, ոչ թե հետ էր տալի, ջուր էր գալի իր բերանից։ Հետո ենք մենք հասկացել, որ իր կյանքից դուրս էր գալ այդ սրսկված դեղերը, այդ ամեն ինչ իր կյանքից դուրս էր սաղ գալի։ Ու իր կյանքը 180 աստիճան փոխվեց։ Ինքը հելավ, այդ սեղանից խմիչքները վերցրեց տարավ թափեց։ Մենք կլադովկում տենց հատուկ վերևում տեղ ունեինք, այդ դեղերն էր բացված, որ սրսկվում էր ինքը ամեն օր, դրանք տարավ թափեց, այդ պլան կար, որ ծխում էինք, էդի տարավ թափեց, ամեն ինչը վերացրեց տանից, ես անկեղծ ասած մտածում էի, որ խելագարվավ ինքը, որովհետև իմ խելքի մեջ դա նորմալ կյանքն էր, ոչ թե իր արածն էր նորմալ։ Եվ ինքը սկսեց այդ կյանքով ամեն օր գալիս էր, գնում էր գործի, գալիս էր տուն, Աստվածաշունչ էր կարդում, իմ մամաս, աղբերներս տենց կողքը հավաքված, բացի ինձանից։ Ու ամեն օր եղբայրները գալիս էին մեր տուն, իր հետ խոսում էին, իրար հետ աղոթում էին։ Ես այդ ժամանակ գնում էի դռան գլազոկից նայում էի, որ մուտքի մոտով հանկարծ մեկ անցներ, ձեները չլսեին ու խայտարակ չլինեինք։ Ու ես միշտ ասում էի դու խայտարակ ես անում ես, ես ինչ ես անում, ինքը միշտ ասում էր
մի օր դու էլ կհասկանաս այս ամեն ինչ ու դու էլ կընդունես։ Ես մի ընկեր ունեի, ում հետ մենք կարատ էինք պարապում։ Հերթական օրը որ գնացինք Սարը պարապելու, ինքը ինձ ասեց մի հատ տեղ եմ քեզ ուզում տանեմ, կարող է ուզես դու էլ գաս, ասեցի ուր ես եթում, ասես մի հատ տեղ կա, հետաքրքիր տեղ է, այդպես երիտասարդներով հավաքվում են, կարող ուզես գաս։ Ես ասեցի ախպեր, դու ոնց որ փոխվել ես, որովհետև մենք որ իրար հետ շփվում ենք, հայոյանք չկար արդեն ահագին ժամանակ էր իր մոտ։ Ավելորդ բաներ չէր խոսում, վեճերի մեջ չէր բռնվում։ Ու տենց առաջի անգամ գնացինք եկեղեցի, ճիշտն ասած, պապաս այդտեղ նստած էր ու ես այդ առաջի անգամ մտել եմ այդ եկեղեցի, քանի որ պապաս այդ հանցագործ կյանքից եկել էր հավատքի մեջ, ինքը սենց ոգևորված ասում էր Արտավազ եղբայր, կարելի է ես էլ մի բան ասեմ, այնտեղ չգիտեմ ինչ որ մեկը կար, տենց իմ ականջին լսվեց, որ ասում էր Այմար, դե լավ, հանգիստ նստի տեղդ էլ, ինչի ես ձևականություն անում։ Ես ճիշտն ասած չկարացա ինձ տիրապետեմ, այդտեղ շատ վատ ինձ պահեցի։ Հիմա ես իմ ամոթս է որ պատմում եմ, ոչ թե պարծենալու համար, այլ որ Աստված որտեղից ինձ գտավ էլի։ Այդ տանը սեղան կար, շուռ տվեցի, սկսեցի խփել, տենց կռիվ էի անում, որ այդ տղուն գտեք բերեք տվեք ինձ, ով էր այդ ասողը, ես չեմ ճանաչում ոչ մեկի։ Այդպես ջղայնացած ուզում էի դուրս գալ, որ գտնեի, ինչ որ մեկը ինձ հետևից գրկեց, ուզում էի տենց գլխով խփել, տեսա տարիքով մարդ էր, հարգանքից ելնելով ոչինչ չարեցի, ինձ հանեցին դուրս, ու վերջ ասեցի ես էլ այստեղ չեմ գա։ Բայց այդ ընկերս ինձ համոզեց, ասեց մի շաբաթ հետո համոզեց, ասեց արի գնում ենք միտեղ, որտեղ մենակ երիտասարդներն գործ չունես դու այդ մեծերի հետ բան։ Առաջի տպավորությունս, երբ որ ես գնացել եմ այդ տնային երիտասարդական հավաքույթին, երբ որ ես ներս մտամ, երիտասարդները բոլորը տենց քաշվեցին մի անկյունում նստեցին, որովհետև մեր թաղամասում բոլորը ճանաչում են ինձ, ու ասում եմ իրանց մտքում էս էր, այս աննորմալը մեր մեջ ինչ անում, այս եկել է ինչ անի ստեղ։ Ու ճիշտն ասած իմ դուրը եկավ այդ մթնոլորտ այդ երիտասարդական ու ուտեղ ինձ մանկական աստվածաշունչ նվիրեցին, ինչի մանկական, որտեղ ես մենակ այդ կարայի կարդայի։ Նկարները իմ դուրը կգար կկարդայի, էդ էր։ Անկեղծ ասած ես սկսեցի էդի կարդալ, որտեղ իմ կյանքում ես երբեք դասագրքերից բացի ուրիշ բան չէի կարդացել, լրացուցիչ գրականություն, ու Աստված կպավ իմ սրտին։ Ու իմ կյանքը սկսեց փոխվել։ Ու պապայիս հետ արդեն ինչ որտեղ էր որ գնում էինք, ինքը ասենց ազատ ավետարան էր քարոզում։ Ամենատպավորիչ բանը, որ կուզեմ վկայեմ, ուրեմն մի օր Աբովյանի գնացքի կանգառում կանգնած ենք, հելավ կանգնեց այդ նստարանին, մեկ էլ բարձր գոռում է, որ ժողովուրդ մարդ են սպանել, ժողովուրդը սա հավաքվան նտ է։ Այն ժամանակ վատ տարիներն էր, տրանսպորտ չկար, հիմնականում բոլորը գնացքով էին գնում, լիքը ժողովուրդ էր։ Ունդեղ սա հարց էին տալի, ում են սպանել, ով է մեռել, ասում են, ինքը պատմում, ասում է, Հիսուսին են սպանել, ու սկսում էր ավետարան քարոզել։ Եվ այդ ժամանակները կհիշեք բակերում ճամբարներ էին կազմակերպում, տենց դինամիկով, միկրոֆոնով, տենց բաներ էր լինում։ Ինքը շրջում էր տերմեր, որտեղ տենց դինամիկ միկրոֆոն կա, գնում էր, վերցնում էր ու սկսում էր բարձր ավետարան քարոզել, որտեղ կլիներ։ Ու ես ասում եի, այ պապ, հա լավ հասկանում եմ, որ հավատացյալ ես, բայց այսքան բան իմաստ ունի անելու։ Ես չէի հասկանում, որ ինչ է նշանակում այդքան տարիներ կալանք կրած ու հիմի ազատություն կամ Քրիստոսի փրկություն գտածը ինչ է նշանակում։ Ու մեր կյանքը փոխվեց։ Մեր այդ ծրագրավորված այդ
հանցագործությունը ամեն բան քանդվեց։ Ճիշտ է, մենք սկսեցինք խնդիրներ ունենալ, որովհետև պապայիս ընկերները իրանք գաղտնի գործարքներ ունեին, նրանք եկան պապայի հետ հարցեր ունենալու։ Ես էի տարբեր թաղամասի տղաների հետ կոնֆլիկտներ ունեցել, նրանք իմացան հավատացյալ եմ, եկել էին ինձանից վրեժ առնելու։ Ես հիշում եմ, մի օր դիմացի թաղում էի, տղերքը հավաքվել էին, որ քանի որ ես էլ կռիվ չեմ անելու, որպեսզի ինձ ծեծեն, մուրը հանեն, շատ ջղայնացած էի, եկա տուն իմ պապայիս ասեցի կամ այս հարցը լուծում ես, կամ ես իմ ձևով կարամ այդ հարցերը լուծեմ։ Ինքը ստիպված զանգեց իր ընկերներից մեկին, ով որ քաղաքում տենց ավտարից էր, ասեց Կարենին նեղացնում են, գիտես, որ ինքը հավատացյալ է դառել, էլ չի վիճում, կռիվ չի անում։ Եկան ինձ վերցրեցին, գնացին բոլոր թաղերում, ասեցին, որ իր հետ գործ չունենաք, եթե իր հետ գործ ունենաք, մեր հետ խնդիր կունենաք, իրան թողեք, ինքը հանգիստ իր կյանքով ապրելու է, ձեզ էլ չի նեղացնելու, ոչ մի խնդիր չի լինելու։ Շնորհակալ եմ Աստծուց, որ Աստված գտավ ինձ, գտավ իմ տունը, եւ ինքը ողորմեց ու մենք ապաշխարեցինք։ Իմ պապաս միջև երկին գնալը ծառայել է Աստծուն, քարոզում էր եկեղեցում, եւ ես էլ մինչև օրս ծառայում եմ, արդեն 32 տարի է, որ ապաշխարել եմ, եւ որևիցե օր չեմ տեսել, որ Աստվածաշունչը ստի, եւ չեմ տեսել, որ Աստված իր ձեռքը չմեկնի ինձ։ Նրա ողորմությամբ ապրում եմ։ Ամուսնացել եմ, ունեմ 2 երեխա, երկուսն էլ ամուսնացած, 1 թոռ, երկրորդն էլ շուտով կծնվի։ Սա Աստծո ողորմությունն էր, որովհետև ինձ ոչ մեկ աղջիկ չեր տա եւ չեր տալի։ Նույնիսկ ես որ ապաշխարել էի, գնացել էի իմ կնոջս ուզելու, մեր հետևի շենքից էր։ Իմ աներ զոնքաճս հավատացյալ իրանք հավատքի մարդիկ են երկար տարիներ, ասում են, չէ, դու փոխված ես։ Տենց մարդը չի փոխվում։ Դու տուն դառնողը չես։ Դու ընտանիք պահող չես։ Հնարավոր չի։ Բայց ուժեղները հասնում են նպատակին։ Ուր է Արմինը, ստե չի։ Ստեղ այմակինս։ Ինքը տղաս է, հարսս է, ստեղ են։ Այնպես որ Աստծո ողորմությունը ինձ հասել է։ Եվ այն ինչ որ Աստված արել է ինձ համար, կանի նաև ձեզ համար։ Տերը օրհնի ձեզ։ Հա, տղաս ոստիկան է։